Ռուս-ուկրաինական պատերազմում վիրավորված ու ռազմական հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ հանդիպումն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար առիթ դարձել ներկայացնելու ոչ միայն Պոկրովսկում եւ Կրասնոարմեյսկում ռուսական զորքերի հաջողությունները, այլև անուղղակիորեն արևմուտքին ներկայացնելու ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի նորագույն նվաճումները։ Զինվորների հետ զրույցում Կրեմլի ղեկավարը հայտնել է երկու նորագույն սպառազինության համակարգերի հաջող փորձարկման մասին, որոնց նմանը նրա խոսքով աշխարհում գոյություն չունի։ Խոսքը միջուկային շարժիչով Բուրևեսնիկ եւ Սարմատ թևավոր հրթիռների մասին է։ Самое главное в том, что если обычный ядерный реактор Ամենակարևորն այն է, որ եթե սովորական միջուկային ռեակտորը գործարկվում է ժամերի, օրերի կամ նույնիսկ շաբաթների ընթացքում, ապա այս միջուկային ռեակտորը գործարկվում է վայրկյանների ու րոպեների ընթացքում։ Պուտինը նաև խոսել է Պոսեյդոն ստորջրյա անօդաչու սարքի մասին, որը նույնպես հագեցած է միջուկային էներգետիկ սարքավորումով։ Впервые удалось не только стартовым двигателем запустить его с подводной лодки-носителя, Առաջին անգամ մեզ հաջողվեց ոչ միայն գործարկել այն ստորջրյա կրիչ սուզանավից, մեկնարկային շարժիչի օգնությամբ, այլև ակտիվացնել միջուկային էներգետիկ համակարգը, որի վրա այդ սարքը որոշակի ժամանակ աշխատեց։ Իսկ ինչ զենքեր են սրանք, որոնք Դաշնության առաջնորդը ճոճում է Եվրոպայի քթի առաջ։ Պոսեյդոնը միջուկային ռեակտորով ստորջրյա անօդաչու սարք է գործնականում անսահմանափակ հեռահարությամբ։ Նրա խնդիրն է հզոր միջուկային պայթյունով ռադիոակտիվ ցունամի առաջացնել, ոչնչացնելով ափամերձ քաղաքները։ Շարժվելով մեծ խորություններում եւ բարձր արագությամբ այն գրեթե անորսալի է։ Սարմատը մեկ հրթիռով կարող է 10-15 միջուկային մարտագլխիկով միաժամանակ ոչնչացնել մի քանի քաղաք։ Այն կարող է կրել ավանգարդ հիպերձայնային բլոկեր, որոնք գրեթե անհնար է որսալ։ Կարող է հարվածել աշխարհի ցանկացած կետի թռչելով անսպասելի ուղղությամբ, օրինակ հարավային բևեռի վրայով շրջանցելով հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը։ Բուրևեսնիկը միջուկային շարժիչով թևավոր հրթիռ է գործնականում թռիչքի անսահմանափակ հեռահարությամբ։ Այն կարող է օրերով թռչել թիրախին մոտենալով անկանխատեսելի ուղղություններով, շրջանցելով բոլոր ռադարները եւ հոբ համակարգերը։ Թռչում է շատ ցածր բարձրության վրա, կրկնելով տեղանքի ռելիեֆը, ինչի շնորհիվ գրեթե անհնար է այն հայտնաբերել եւ որսալ։ Կրեմլի ղեկավարի հայտարարություններն անպատասխան չմնացին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապեց ընդհատել 30 տարուց ավելի ձգվող միջուկային փորձարկումների դադարը։ Այլ երկրների անցկացրած փորձարկումների ծրագրերի լույսի ներքո ես հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը հավասար հիմունքներով սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները։ Այս գործընթացը կսկսվի անհապաղ։ ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենահզոր եւ տեխնոլոգիապես զարգացած զինանոցներից մեկը, որի հիմքը կազմում է այսպես կոչված միջուկային եռյակը, ցամաքային, ծովային եւ օդային բաղադրիչներով։ Ցամաքային բաղադրիչի հիմքը LGM-30G միջմայրացամաքային բալիստիկ հրթիռներն են, որոնք տեղակայված են ստորգետնյա պաշտպանված հորաններում։ Չնայած իրենց տարիքին դրանք անցնում են մշտական արդիականացում եւ պատրաստվում են փոխարինվել նոր սերնդի Sentinel համակարգով։ Ծովային բաղադրիչը համարվում է եռյակի ամենախոցելի մասը։ Օհիո տիպի ատոմային սուզանավերը կրում են UGM-133A բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են խոցել թիրախներ աշխարհի ցանկացած կետում, մնալով աննկատ համաշխարհային օվկիանոսի խորքերում։ Օդային բաղադրիչի B2 եւ B52 ռազմավարական ռմբակոծիչները կարող են կրել միջուկային լիցքով թևավոր հրթիռներ եւ ավիառումբեր։ Այս բաղադրիչը նույնպես արդիականացվում է նորագույն B21 ռմբակոծիչի մշակմամբ։ Այս համակարգերի շարքում առանձնահատուկ տեղ ունի Տոմահավք թևավոր հրթիռները։ Տոմահավկը ստեղծվել է 1970-ականներին սառը պատերազմի ժամանակ, որպեսզի կարողանա ԽՍՀՄ-ի խորքում թիրախներ խոցել, շրջանցելով հզոր հոբ համակարգերը։ Համաշխարհային հռչակ ձեռք բերեց 1991-ին Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, երբ աշխարհն ուղիղ եթերում տեսավ, թե ինչպես է այն վիրահատական ճշգրտությամբ ոչնչացնում թիրախները Բաղդադում։ Տարիների ընթացքում այն անընդհատ կատարելագործվել է, ավելացել է GPS եւ այժմ այն կարող է նույնիսկ թռիչքի ընթացքում փոխել իր թիրախը։ Այն մինչև օրս մնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հիմնական զենքը հակառակորդի կարևոր օբյեկտներին ճշգրիտ հարված հասցնելու համար։ Թրամփի մտահոգությունները միայն Ռուսաստանով չի սահմանափակվում, նա առանձնահատուկ նշել է Չինաստանին, որը ըստ Պենտագոնի զեկույցների աննախադեպ տեմպերով է ընդլայնվում եւ արդիականացնում իր միջուկային ուժերը։ Դունֆեն 41-ը բեռնատարի վրա տեղակայված միջմայրցամաքային հրթիռ է, քանի որ անընդհատ տեղաշարժվում է, այն գրեթե անհնար է գտնել եւ ոչնչացնել։ Մեկ հրթիռը կարող է մի քանի միջուկային լիցքով հարվածել ԱՄՆ-ի ցանկացած կետի։ Սա երաշխավորված պատասխան հարվածի զենք է։ Դունֆեն 17 հրթիռը թռչում է ձայնից 5-ից 10 անգամ ավելի արագ եւ անընդհատ փոխում է իր ուղղությունը։ Ստեղծված է հակառակորդի հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը շրջանցելու համար։ Նրա գլխավոր թիրախներն են հակառակորդի ավիակիրները եւ ռազմաբազաները։
GL-3-ը ատոմային սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռ է։ Սուզանավը կարող է ամիսներով աննկատ մնալ օվկիանոսի խորքերում, դառնալով Չինաստանի ամենաթաքուն եւ անխոցելի միջուկային ուժը։ Այն ապահովում է պատասխան հարվածի անխուսափելիությունը, եթե նույնիսկ ցամաքային բոլոր զենքերը ոչնչացվեն։ Զենքերի վերահսկման ասոցիացիայի տվյալներով աշխարհում գոյություն ունեցող 12300 միջուկային մարտագլխիկների 87%-ը պատկանում է Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին։ Ռուսաստանն ունի մոտ 5500, ԱՄՆ-ն 5200, Չինաստանը մինչեւ 600։ Ընդ որում Չինաստանը մեծ տեմպերով ավելացնում է միջուկային մարտագլխիկների հրթիռների զինանոցը եւ ծրագրում է դրանց թիվը մինչեւ 2030 թվականը հասցնել 1000-ի։ Նորագույն զինատեսակների մշակումը եւ միջուկային զինանոցների արդիականացումը պահանջում են աստղաբաշխական ֆինանսական ներդրումներ։ Միայն 2024 թվականին 9 միջուկային տերությունները միասին իրենց զինանոցների վրա ծախսել են 91.4 միլիարդ դոլար։ Այս ֆոնին չափազանց չարագուշակ են հնչում Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքերը։ Պոսեյդոնը կարելի է համարել իսկական ահեղ դատարանի զենք, Բելգիան կվերանա, եթե Ռուսաստանը փորձարկի Պոսեյդոնը նրա ափերի մոտ։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։